Հայաստանի քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից առկա քարտերով արված վճարումներից ստանալու են 2% հետվճար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս ծրագիրը մշակել ենք առկա համակարգի հետ։ Հիմա վերջնականացման փուլում ենք։ Մեր նպատակն է ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն առկա քարտեր։ Հետվճարը կստանան այդ քարտերով արված բոլոր վճարումներից, եթե դա չի վերաբերում խաղային ոլորտին, նշել է Հովհաննիսյանը։ Թուրքիայի Կարս նահանգի բնակիչներն իրականացրել են իրենց 20-ամյա երազանքը։ Հայաստանի հետ սահմանին հսկայական պետական դրոշ են տեղադրել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 6 մետր չափի վահանակը տեղադրված է 15 մետր բարձրությամբ դրոշակաձողի վրա եւ տեղադրված է Կարակուզի լեռան գագաթին մոտ 2500 մետր բարձրության վրա։ Դրոշի շուրջ մոնտաժված է լուսավորության հատուկ համակարգ, որի շնորհիվ այն հիանալի երևում է նույնիսկ գիշերը, այդ թվում նաև հայկական կողմից, նշում են թուրք լրագրողները։ Այսօր Վանաձորում տեղի է ունեցել մեր ձևով ժողովրդական շարժման 2 գրասենյակի բացումը։ Այս մասին հայտնում է շարժման Facebook-յան էջը, գրասենյակը գտնվում է Տիգրան Մեծի 28 եւ Խորենացի 8 կոտորակ 11 հասցեներում։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում խոսել է Վանաձորի առջև ծառացած խնդիրների մասին եւ ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի բնակչության թվով 3-րդ քաղաքը նախկինի պես արդյունաբերական աճի ներուժ ունի եւ կարող է դառնալ երկրի արդյունաբերական զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Շարժման աշխատանքային շրջայցն ավարտվել է Դարպաս գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց առօրյայի եւ նրանց հուզող խնդիրներին։ Հանդիպման ընթացքում շարժման մասնակիցները ներկայացրել են Հայաստանի գյուղական համայնքների զարգացման իրենց տեսլականը եւ դրանց ամրապնդմանն ուղղված առաջարկվող նախաձեռնությունները։ Ձմեռային անվադողերով երթևեկելը նոյեմբերի 15-ից պարտադիր պահանջ է, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված են ձմեռային անվադողեր եւ սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ եւ դրանից պակաս է, ասված է հայտարարության մեջ։